Առնվազն 2 ամիս առաջ այդ 8 սրբազաններից 2-ը խոսում էին հակառակը, նույն Արցախի կորստի մասին, նույն եկեղեցու դեմ արշավի մասին։ Հիմա իրենք հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Որն է ավելի անկեղծ ձեզ։ 2 ամիս առաջ արված հայտարարությունները, թե երեկվա հանդիպումը։ 2 ամիս առաջ արած հայտարարություններից առաջ հավանաբար այդ կոմպրոմատները իրենց առջև չէին դրել եւ իրենք ազատ կամ արտահայտություն ունեին։ Այդ կոմպրոմատների մասին մի անհանգստվեք, դուք այդ բոլորը կտեսնեք, կլսեք։ Նույնիսկ եթե պարզ ժողովուրդը դրանք չդնի իրենց առջև, ես վստահաբար ասում եմ, Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ հետո, նաեւ այս հակաեկեղեցական արշավը ծախողելուց հետո ինքը կհրապարակի այդ բոլոր կոմպրոմատները, որ ունի իրենց դեմ։ Ինքը խափում է, կոմպրոմատները օգտագործում է, վերջում էլ հրապարակում է, որովհետև ինքը ձեր նման կայացած լրագրող չի, այլ թերուս լրագրող է նախկին, որը չի ավարտել լրագրողության են բազան չունի, որը դուք ունեք, ի պատիվ ձեզ։ Ես կուզեմ նաև իմ հարգանքն ու գնահատանքը արտահայտել բոլոր լրատվամիջոցներին, որոնք եւ Հովանավանքում հստակ կերպով ցույց տվեցին, թե այնտեղ ինչ է կատարվում ոստիկանների, ովքեր են այնտեղ հավաքվել, ինչպես են նրանք վերվել, ինչպես է օգտագործվում վարչական ռեսուրսը, իմ հարգանքն ու խոնարհում են լավ լրագրողներ։ Չեմ ուզի անուններով էսպես իրանց էլ անդրադառնամ, կարամ իհարկե մի մասին արտահայտել, որոնք ուղղակի քաջությամբ այդ ամբողջի փողոցային խուժանի դեմ կանգնած ազգի եւ եկեղեցու իրավունքներն էին բարձրաձայնում, հարգանքս ու խոնարհումս։